Այժմ տեսնենք ինչ է սպասվում աղեղնավորներին հաջորդ շաբաթ, օգոստոսի 9-ից 15-ը։ Տեսնենք ինչ է սպասվում աղեղնավորներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, միայնակների համար անձնական հարցեր, զույգերի համար աշխատանք եւ ֆինանսներ։ Եվս մեկ կարդ որպես խորհուրդ բոլոր աղեղնավորների համար՝ միայնակ եք, զույգով եք, մեծահասակ եք, նշանակություն չունի, ընդհանուր խորհուրդ բոլոր աղեղնավորների համար։ Շատ գեղեցիկ տրամադրություն եմ տեսնում, հարգելի աղեղնավորներ, սիրահարված եք, սիրում եք, սիրային հարցերով եք զբաղված, լավ եք զգում ձեզ, սիրված եք միգուցե զգում, միգուցե ուշադրության կենտրոնում եք զգում ձեզ, շատ գեղեցիկ սիրտ եմ տեսնում, շատ գեղեցիկ է, հիանալի է, եւ աղջիկները, եւ տղաները, միգուցե աղջիկներին պարզեն աղջիկները, որ ինչ-որ մեկը սիրում է իրենց կամ սիրահարված է իրենց, շատ գեղեցիկ է, սիրային հարցերը տվյալ դեպքում աղեղնավորների համար կլինեն առաջնահերթ հաջորդ շաբաթ։ Միայնակների համար տեսնում եմ կորստի կարտը կամ տեսնում եմ ինչ-որ բան հեռանում է ձեզնից, միգուցե ձեր մենակությունն է հեռանում, հարգելիներս։ Տվյալ դեպքում միգուցե պարզապես վերջանում է։ Այո, ինչ-որ բան վերջանում է, հեռանում է կամ դուք եք հեռացնում ինչ-որ բան, տվյալ դեպքում միայնակների դեպքում ես կարող եմ ասել, որ ձեր միայնակությունն է հավանաբար վերջանում։ Շատ լավ է։ Թող այդպես է լինի։ Տեսնենք ինչ եմ տեսնում այստեղ մեր միայնակների համար։ Տեսնում եմ մատանի, տեսնում եմ թռչուններ, բանալի, աղվես, գերանդի եւ տեսնում եմ ճանապարհը բացում է։ Հարգելիներս, միայնակները, ես էլ եմ ասում, այստեղ կարող է վերջանալ իրականում այս վերջը իրականում միգուցե ձեր միայնակության վերջն է, տեսնում այստեղ մատանի առաջարկություն։ Այսինքն ձեզ առաջարկություն է, ընդ որում կարող է ձեզ երիտասարդ առաջարկություն ուղարկել ինչ-որ մեկի միջոցով, չգիտեմ, ընկերուհու միջոցով, ծանոթի միջոցով։ Տեսնում եմ այստեղ խոսակցություն է, այո, ձեզ լուր է գալիս, ձեզ գալիս են հայտնում են, որ ինչ-որ մեկը ուզում է ձեզ հետ շփվել։ Եվ շատ այսպես կտրուկ երիտասարդը որոշել է, ճանապարհը բացվում է, ես այստեղ էլ էի տեսնում երիտասարդ, եթե հիշում եք, կարող եմ ասել հարգելի հատկապես աղջիկներ, բայց կարող է նաև տղամարդիկ այդպես հանկարծ որոշում են կայացնում եւ որոշում են աղջկան իրականում ինչ որ դուրս հրավիրել, որտեղ խոսակցություններ եմ տեսնում, առաջարկություն, այո, ինչ որ մեկին կոնկրետ չգիտեք, կարող է ճանաչում են մարդիկ իրար, երկու հոգով ճանաչում են, բայց զույգ չեն, պարզապես շփվում են, խոսակցություններ կան, միգուցե ինչ-որ գործ են անում միասին, բայց հանկարծ ինչ-որ մեկի միջոցով, հա, փորձում է կոնկրետ տղամարդը աղջկան լուր հայտնել, որ իրականում ուզում է ավելի լուրջ հարաբերություններ ունենալ եւ առաջարկություն է անում, այստեղ տեսնում եմ մատանի, ուզում է զույգ լինել, ճանապարհը տեսնում եմ բացվում է, շատ անսպասելի կլինի աղջկա համար, կտրուկ եմ տեսնում գերանդիով, ես իրականում տեսնում եմ ճանապարհը բաց է, մնացած աղջիկների ձեռքում է, կհամաձայնվեն թե չեն համաձայնվի, դե երիտասարդը ձեզնից հասնում է խոսք բացել չէ այդ մասին, աղջկան լուրը հասցնել, մնացածը տեսնում եմ, որ առաջիկայում առանձնապես աղջկա ձեռքում է, ես աղջիկի ասած չեմ տեսնում, բայց ես տեսնում եմ, որ ճանապարհը բացում է որոշ երիտասարդների համար, ուզում ասեմ երիտասարդը կհայտնվի, հա, ինքը կհայտնի իր զգացմունքների մասին աղջկան լուրջ կուղարկի մեկի միջոցով, իսկ դրանից հետո թե ինչ կլինի, ես կդժվարանամ ասել հաջորդ շաբաթ, բայց ես տեսնում եմ, որ ճանապարհը բաց է, իրականում հնարավոր են ձեր մեջ հարաբերություններ, հարգելիներս։ Գրքով տեսնում եմ երկուսի մեջ ինչ-որ մի նոր բան, ինչ-որ փոփոխություն, ինչ-որ մի նոր լուր եք լսում, ինչ-որ մի բան է ձեզ համար բացահայտվում զույգերի մեջ։ Տեսնենք։ Ինչ է պարզվում զույգերի համար։ Ինչ է պարզվում զույգերի համար։ Տեսնում եմ բանալի, տեսնում եմ ամպեր են կուտակված, տուն, ձիավորը եւ ծառ։ Գիտեք, ինչ որ
ինչ որ հարց կար, անպամած եմ տեսնում, այսինքն ինչ որ հարց կար լուծելու, որի համար որոշում էր ներողություն, ինչ որ տարբերակ եք գտնում, ինչպես կարող եք այդ հարցը լուծել։ Ես լուրջ հարցեր չեմ տեսնում, ճիշտն ասած։ Ամպեր են ուղակի կուտակված, այսինքն ինչ որ անհանգստացնող զույգին ինչ որ անհանգստացնող հարց կա, ինչ որ թեթև մի հարց կա։ Եվ ես տեսնում եմ գրքով, որ դուք տարբերակը գտնում եք, այ բանալին լուծումներ, ինչպես կարող եք այս հարցը լուծել, եւ տեսնում եմ գրքով, որ դուք իմանաք մի շաբաթ ինչ որ բան կպարզվի ձեզ համար։ Շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Սա ձեր տունը, ընտանիքն է, սա լուր է գալիս, ինչ որ բան է փոխում եւ տեսնում եմ առաջ խաղացում։ Ես օրինակ գիտեք, չգիտեմ, ինչն էր խանգարում, ինչ է պարզվում հանկարծ։ Միգուցե պարզվում է ինչ պետք է անել, որպեսզի ձեր ընտանիքում ինչ որ հարցերը պետք է լուծել։ Ես չեմ տեսնում ինչ հարցեր անկեղծ ասած, որտեղ կերպարները չեմ տեսնում։ Բայց ես այստեղ տեսնում եմ տուն, այսինքն ընտանիքում ինչ որ հարց կա, ինչ որ լուր է գալիս եւ ինչ որ առաջ խաղացում։ Միգուցե հանգարց ձեր տուն լուր է գալիս, դուք թորնիկ եք ունենալու, ասենք թե, որտեղ տեսնում եք, այստեղ էլ տեսնում եմ տղա, տեսնում եմ սիրտ, ձեր որդին հանկարծ սպառվում է կինը հղի էր եւ ձեր ընտանիքը մեծանում է, այստեղ տղամարդ եմ տեսնում, ընտանիք, դուք ձեր լուր է գալիս ձեր տուն, լուր է, որտեղ տեսնում լուր է գալիս, որ ինչ որ մեկը ձեր ընտանիքում հղի է եւ երեխայի է սպասում։ Ես չեմ կարծում դուք եք հղի, որովհետեւ ես տեսնում ձեր տուն լուրը գալիս է, ձեզ բերում են լուր են հասցնում, որ ինչ որ մեկը հղի է, ձեր քույրն է, եղբայրն է, ինչ որ մեկը։ Ես շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, ճիշտն ասած, հարգելի զույգեր, ինչ որ դրական փոփոխություն եմ տեսնում ձեր ընտանիքում։ Իսկ եթե դուք պարզապես երիտասարդը ընտանիքին հայտնում է, որ հայտնում է հանկարծ ինչ որ ընտանիքին, որ հայտնում է, որ ուզում է ամուսնանալ, դե շատ լավ է, շատ գեղեցիկ է, ես տեսնում եմ գեղեցիկ կարտեր, այսինքն ձեր ընտանիքը կմեծանա, ինչ ցանկություններ ունեք, ուզում եք սեր հայտնել, ուզում եք ծնողների հայտնել ձեր սիրո մասին, շատ լավ է, շատ հաջող եմ տեսնում, շատ, ոչ մի խնդիր չկա, ես այստեղ չեմ կարող ասել ամպերը կուտակված ինչ էր նշանակում, եթե ձեզ վերաբերում է գլխի կընկնեք։ Պետք է ամպերը ցրել, պետք է հարցը լուծել, ես տեսնում եմ դուք կհասկանաք ինչպես։ Միգուցե պետք է պարզապես արագացնել հարաբերությունները ընտանիքի անդամներին հայտնելով, այդտեղից էլ կսկսի արդեն շարժվել ամեն ինչ առաջ։ Ես այդպես եմ տեսնում։ Կամ միգուցե դեռ տղա, գիտեք, ես չէ զույգի մասին է խոսքը, բայց աղջիկ չեմ տեսնում։ Իսկապես աղջիկ չեմ տեսնում։ Միգուցե դուք զույգ եք հանդիպում եք, աղջիկը տեղյակել չի, տղան պարզապես ինքը որոշել է ծնողների հետ գնալ արդեն մատանի դնել, լրջացնել հարաբերությունները, նույնիսկ աղջիկը չգիտի այդ մասին։ Ամեն դեպքում ես տեսնում շատ հաջող է, հարգելներս։ Ինչ էլ պարզվի, ինչ էլ ուզում եք անել, իրականում սիրո հարցերը զույգերի մեջ շատ դրական կլուծվեն։ Ամուսնացած եք, թե ամուսնացած չեք, ոչ մի նշանակություն չունի։ Իսկ աշխատանքում տեսնում եմ ֆինանսներ, տեսնում եմ ձկներ։ Միգուցե դուք ֆինանսիստ եք, ներողություն, բանկում եք աշխատում, ամեն դեպքում ֆինանսների հետ գործ ունեք։ Միգուցե ձեր աշխատանքի բնույթն է այդպիսին։ Կամ պարզապես ինչ որ փոփոխություններ են ձեր աշխատանքի վայրում, ինչ որ նոր մարդիկ, նոր շփումներ, նոր նպատակներ։ Ես տեսնում եմ ճիշտ ասած աճ աշխատանքի վայրում, գիտեք, շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, նախ երկու տուզ եմ տեսնում եւ ինչ որ հարց է լուծվում։ Եթե ինչ որ ճանապարհի կեսին մնացել, ինչ որ հարց կար աշխատանքի հետ կապված։ Ես չգիտեմ, եթե նոր աշխատանքի շատ մարդկանց, այստեղ շատ մարդկանց հետ հանդիպում եք, զրուցում եք, աշխատանք եք փնտրում, բայց պես զրուցում էին, բայց դրանից այն կողմ առաջ չէր գնում հարցը։ Ես տեսնում եմ, որ այստեղ ճանապարհի մեջտեղում էիք, որովհետեւ այո, աշխատանքը փնտրում էիք ու չեք գտնում։ Ես տեսնում եմ հաջորդ շաբաթ ձեզ առաջարկություն կանեն իմիջայլոց եւ տեսնում եմ, որ համաձայնության կգաք, ծառը տեսնում եմ հաջողություն, առաջ խաղացում։ Այսինքն, եթե աշխատանք եք փնտրում, հաջորդ շաբաթ տեսնում եմ, որ իրականում լուր կգա եւ համենայն դեպս տեսնում եմ, որ ձեզ աշխատանքի երևի թե կհրավիրեն։ Եթե աշխատանքի վայրում ինչ որ կիսատ էր մնացել, ինչ որ գործ, տեսնում եմ, որ համաձայնության գալիս եք, դրական մարդիկ եմ տեսնում, էսկին էլ տեսնում եմ իմաստուն կին, ծառով տեսնում եմ հաջողություն։ Ամեն դեպքում տզեր եմ տեսնում, տուզ եմ տեսնում, հարգելիներս, շատ ամեն ինչ նորմալ է։ Ինչ կիսատ պրատ գործեր կար, կիսատ ճանապարհին էր մնացած աշխատանքի վայրում կամ ձեր գործերի հետ, եթե դուք ձեզ համար եք աշխատում, ես տեսնում եմ բոլոր հարցերում առաջ խաղացում։ Իրականում շատ դրական կլինի ամեն ինչ գործի տեղը։ Ֆինանսներում տեսնում եմ խաչ։ Ինչ որ բարդ վիճակ է, անկախ ձեզնից ինչ որ ֆինանսական հարցեր են առաջացել, որոնք պետք է լուծել։ Ձեզնից միգուցե շատ բան կախված էլ չէ։
Հետաքրքիր է, շատ հետաքրքիր է, 6, 6, 3 հատ 6 եմ տեսնում եք, սա էլ է 6, սա էլ է 6, սա էլ է 6, ես էլ եմ ասում, ինչ որ ճակատագրական բարդ վիճակ էր, ձեր ֆինանսները չեն գալիս, որտեղ ճանապարհը փակ է, այ ճանապարհը ով է, կամ մեկը, որ փակել է ճանապարհը, հա, օց եմ տեսնում, ինչ որ մեկը փակել է ճանապարհը, ձեր ֆինանսական, չգիտեմ, հաջողության, ձեռքբերման, ինչ նպատակ ունեք, ինչի կարիք ունեք, ինչու համար է ձեզ ֆինանսը պետք է ջրանում եմ ասել, բայց ես տեսնում եմ, որ նույն նպատակին չեք հասնում, ինչ որ մեկի պատճառով, իսկ ես տեսնում եմ, որ հարցը կլուծվի, փոփոխություն կլինի եւ ճանապարհը կբացվի։ Ճանապարհի հետ է կապված, ես տեսնում եմ, բայց նաև կարող է մարդը լինի, անձն է ձեր ճանապարհափակում։ Մի խոսքով, սա ձեր ցանկություններն են, ես տեսնում եմ, որ դուք ինչ որ պետք է անեիք, արել եք, ինչ որ մեկը ձեզ խանգարում է, ինչ որ բան կփոխվի, ճանապարհը կբացվի։ Կարծես դուք շատ բան չունեք էլ անելու իրականում։ Խոչընդոտը ինստինկտյան կհեռանա հարգելներից։ Ճակատագրով խոչընդոտ առաջացել էր, ճանապարհը փակվել էր, ինստինկտյան էլ ճակատագրով կարող եմ ասել, ինստինկտյան էլ հարցը կլուծվի։ Եթե դրսից ձեզ գումարներ պետք է գային, ճանապարհը փակ էր, դրսից պետք է գար չէր գալիս, ճանապարհը կբացվի եւ գումարները կգան։ Ամեն դեպքում ես տեսնում եմ, որ դուք ձեր նպատակին հաջորդ շաբաթ կհասնեք։ Բայց ես չեմ կարող ասել հենց հաջորդ շաբաթ ձեզ ֆինանսներ կգան։ Ուղղակի տեսնում եմ, որ հաջորդ շաբաթ ինչ խանգարող հանգամանք որ կար, այդ հանգամանքը դուրս կգա, կանցնի եւ իրականում հարց կլուծվի։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում հարգելներս, տեսեք այստեղ։ Ընդհանուր խորհուրդն եմ տեսնում եւ այսպես սկսվեց։ Երկու սիրող տղամարդ եմ տեսնում։ Հարգել տղամարդիկ, եթե սիրում եք, սիրահարված եք, խոստովանեք ձեր սերը եւ հույսով եմ, որ չեք մերժվի։ Որտեղ երկու գեղեցիկ կարտ եմ տեսնում, կարող եմ ասել, որ իրականում չեք մերժվի։ Սա կարող է լինել միայն երկկողմանի գեղեցիկ սեր։ Իսկ եթե աղջիկների կյանք, աղջիկների մասին լինի միայնակների, ես տեսնում եմ իրականում ձեզ սիրում են աղջիկներ, ձեզ սիրում են, կա մարդ, որ ձեզ սիրում է։ Երկու անգամ դուրս եկավ։ Ամեն դեպքում հաջորդ շաբաթ տեսնում եմ շատ սիրառատ եք լինելու հարգելի աղեղնավորներ։ Ձեզ սիրային հարցերում ինչ որ հարց կլուծվի եւ շատ դրական։ Ինչ որ նոր մարդ կարող է գալ ձեր կյանք, մարդ, որ դուք վերջապես հասկանաք, որ սա այն մարդն էր, որին ես վաղուց սպասում էի։ Տղամարդը գալիս է կնոջ կյանք, թե աղեղնավորն է տղամարդը, թե վերջապես հասկանում է գտել է իր ուզած ընկերուհուն, բայց երկու դեպքում էլ աղեղնավորների համար շատ սիրառատ, շատ գեղեցիկ սիրային շաբաթ եմ տեսնում։ Սերը կլինի ձեզ համար առաջնահերթ հաջորդ շաբաթ։ Աստված տա այդպես է լինի հարգելներս, Աստված տա այդպես է լինի։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում աջեղջուրներին հաջորդ շաբաթ, օգոստոսի 9-ից 15-ը։ Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար անձնական հարցեր, զույգերի համար, աշխատանքային հարցեր եւ ֆինանսներ։ Եվս մեկ կարտ խորհուրդ բոլոր աջեղջուրներին, տարիքով եք, միայնակ եք, զույգով եք, նշանակություն չունի, բոլոր աջեղջուրներին ընդհանուր մի խորհուրդ։ Շատ գեղեցիկ տրամադրություն եմ տեսնում ձեզ համար, հարգելի աջեղջուրներ։ Գեղեցկանում եք, սիրունանում եք, գնում եք ժամադրությունների, հանդիպում եք, շփվում եք, շատ հանդիպումներ կլինեն, շատ տնից դուրս կգաք, գեղեցիկ կլինեք, միգուցե կոմպլիմենտներ կստանաք ձեր արտաքինի, հատկապես արտաքինի նկատմամբ, կարող եք դուք էլ կոմպլիմենտներ շռայլել իմիջայլոց, հարգելի աջեղջուրներ, շատ ուշադրություն կստանաք հաջորդ շաբաթ, իսկ եթե դուք գեղեցկության սրահում եք աշխատում, շատ զբաղված կլինեք եւ կկարողանաք գեղեցկացնել մարդկանց եւ շատ մարդիկ ձեզնից շնորհակալ կլինեն։ Ամեն դեպքում տեսնում եմ ուշադրության կենտրոնում եք հարգելի աջեղջուրներ, սիրուն եք, ձեզ նկատում են։ Շատ տարբեր սկիզբը հարգելի աջեղջուրներ։ Ինչ եմ տեսնում միայնակների համար, տեսնում եմ պուրակ, հարգելի աղջիկներ, գնացեք, դուրս եկեք, շատ հետաքրքիր վայրեր գնացեք, ժամանցի վայրեր գնացեք, չգիտեմ, հետաքրքիր որտեղ ինչպես են երիտասարդները ժամանակ անցկացնում, որպեսզի կարողանաք, չգիտեմ, ուշադրություն գրավել, որտեղ տեսնում եմ, որ դուք իրականում ուշադրության կենտրոնում լինելու եք հարգելներս։ Բավականին ուշադրության կենտրոնում կլինեք, պարզապես տնից շատ դուրս եկեք, հետաքրքիր վայրեր գնացեք, այնպիսի վայրեր, որտեղ կարող եք հետաքրքիր մարդկանց հանդիպել։ Կամ պարզապես կարտերը հուշում են, որ կարող է ձեր ժամադրության կան, չէ՞ որ դա նաև ժամադրության կարտներ։
Շատ վախենալով էի հաջորդ կարտը հանում, բայց տեսնում եք ինչ կարտ դուրս եկավ, հարգելիներս, սպասում էի, ես այդ կարտը շատ էի ուզում դուրս գալ, որտեղ շատ համահունչ էր ընդհանուր կարտերն, ուղղակի դուրս չէր գալիս, ինչ որ ես ուզում էի, ինստինքտիվորեն էլ դուրս եկավ, տեսնում եք, ձեր աչքի առաջ եմ կարտերը հանում։ Հարգելի աջակցություններ, հատկապես նրանք, ովքեր շատ ցանկանում են, շատ են ուզում, վերջապես, գիտեք, անհանգիստ են, անդադ կասկածներ, չի ստացվում միգուցե ինչ որ անձնական կյանքը, չեն կարողանում զույգին գտնել, բայց շատ ուզում են, շատ են ցանկանում իրականում։ Կարող եմ ասել, այսպես հոգեբանորեն են, մարդիկ մի տեսակ պատրաստ են դրան, բայց մի տեսակ անդադ ճանապարհը փակվում էր, անդադ քանդվում էր աշտարակը, բայց ես տեսնում եմ, որ վերջապես ինչ որ բան ստացվում, վերջապես այսպես կարող է նպատակին կարող եք հասնել, որտեղ տեսնում եմ այստեղ հաջողության կարտը, տեսնում եմ դուք գեղեցկանում եք, սիրունանում եք, տեսնում եք գնում եք հետաքրքիր վայրեր, նոր մարդկանց հետ եք ծանոթանում, շփվում եք, ել եմ ասում, անպայման հարգելի աջակցություններ, տանը մի մնացեք հաջորդ շաբաթ հատկապես, շատ դուրս եկեք, գնացեք հետաքրքիր վայրեր, հնարավոր է, ինչ որ հետաքրքիր մարդ կարող է գալ ձեր կյանք։ Տեսնում եմ այստեղ ճանապարհի մեջտեղում տեսնում եմ գիրք, վերջում տեսնում հաջողության կարտը։ Ես ինչ որ բան որոշ աջակցությունների համար կարող է փոխվել։ Սկզբում էլ հիշում եք, ժամադրության կարտն էր, գեղեցկության կարտն էր, ժամադրության, էլի եմ ասում, եւ ծաղիկներ։ Շատ հաջող շաբաթ եմ տեսնում իրականում, ինչ որ բան կարող է փոխվել, հատկապես նրանք, ովքեր փորձել են ինչ որ ժամանակ եւ չի ստացվել, մի տեսակ հուսալքված են, որ իրենց անձնականը չի ստացվում, հա, մի տեսակ հուսալքված վիճակում են։ Ես չեմ ասում ընդհանրապես հույսը կորցրել են երբեք չի լինել, ուղղակի վերջերս նորից էլի երևի ինչ որ մի փոքր հիասթափություն են ապրել։ Ես չեմ տեսնում տղամարդ կորցրել են, ինչ է եղել, ուղղակի տեսնում եմ, որ մի տեսակ կյանքը չէր ստացվում։ Փորձեր անում են եւ անձնականը չէր ստացվում։ Ես շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում հարգելիներս։ Աշխատանքի վայրում էլ ուշադիր եղեք, կարող է աշխատանքի վայրում ինչ որ մեկը ձեզ առաջարկություն ալ, կարող ինչ որ ճանապարհի մեջտեղում ճանապարհին, չգիտեմ, ուր եք գնում, ինչ եք անում, բայց տեսնում այո, գեղեցիկ, այգի, պուրակ, չգիտեմ, ցուցահանդես, համեր, թատրոն, ուր եք գնում հարգելիներս։ Անպայման դուրս եկեք, շատ դուրս եկեք, գեղեցկացեք, գնացեք, շփվեք։ Ես շատ հաջող կարտեր եմ տեսնում որոշ աջակցությունների համար, հաջորդ շաբաթ կարող է շատ հետաքրքիր լինել, գտնեք ինչ-որ մեկին, որի հետ ապագայում կարող եք լինել զույգ։ Ինչ-որ հետաքրքիր հանդիպում սպասում է ձեզ, ինչ-որ հետաքրքիր վայրում, հարգելիներս։ Նույնիսկ աշխատանքի վայրում ուշադիր եղեք ձեր շրջապատում, կարող է ինչ-որ մեկը անտարբեր չի ձեր նկատմամբ։ Ձեզ կնկատեն ամեն դեպքում հաջորդ շաբաթ հարգելի աջակցություններ։ Իսկ զույգերի համար տեսնում են փոփոխություն, ինչ-որ բան փոխվում է։ Դե փոփոխությունը կարող է լինել դրական, բացասական, կարող է ինչ-որ բան վերջանում է նաև հարաբերություններում։ Պրոբլեմները կարող են վերջանալ, կարող է պարզապես դուք պետք է թողնեք, որ ինչ-որ բան գնա ձեզնից։ Դե աստվածտա պրոբլեմները վերջանան, ոչ թե հարաբերությունները։ Ես զույգերի համար եմ նայում եւ ամուսնացած եւ չամուսնացած, տեսնենք։ Այսպես էլ պետք է լիներ, եթե ընդհանուր տրամադրությունը շատ գեղեցիկ էր, բոլոր տարբերակներում էլ պետք է լավ լինի, որտեղ եթե մարդու կյանքում ինչ-որ մի բան այնպես չէ, մարդու ընդհանուր տրամադրությունը չի կարող շատ գեղեցիկ լինել։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում զույգերի համար, տեսնում եմ աշտարակ է քանդվել, արդեն քանդվել է աշտարակը, ինչ որ ճանապարհ, այսինքն ինչ որ ճանապարհ է բաժանում զույգերին իրարից, կամ ինչ որ մեկը հեռու է գնացել է, չգիտեմ, միգուցե գումար վաստակելու, միգուցե ինչ որ մեկը գնացել է նաև սովորելու կրթություն ստանալու։ Ես տեսնում եմ, որ ամեն դեպքում միգուցե ինչ որ խնդիրներ եղել են, էլի եմ ասում, երիտասարդները իրարից կարող է նաև վիճել են, կարող է նաև ինչ որ բան բացահայտվել է, հա, ինչ որ բան է բացահայտվել եւ երիտասարդները տեսնում եմ ինչ որ ժամանակ իրար հետ չեն շփվում։ Եվ աղջիկն էլ է սխալ արել, ինչ որ մի բան է ասել, չգիտեմ, ինչ որ մի սխալ թույլ է տվել, տղամարդն էլ է սխալ թույլ տվել։ Ես կարող եմ ասել, այստեղ երկուսի սխալն էլ կա։ Ես փոփոխության կարտով տեսնում եմ հույսով ինչ-որ բան կարող է փոխվել, կարող է կոնֆլիկտը իրենց մեջ վերջանալ, իրենց մեջի խնդրը կարող է վերջանալ, հույսով եմ։ Որտեւ ես դրական կարտեր եմ տեսնում ինչ-որ մեկի միջամտությունը, ճիշտ ասած, ինչ-որ մեկը կարող է միջամտել եւ կարող է զույգերին իրականում հաշտեցնել։ Ես այդպես էլ եմ տեսնում իրականում, կարող է, տեսնում եք, ես տեսնում եմ, որ այստեղ մատանու խոսակցություն կարող է լինել, տեսնում եմ զույգերը գեղեցիկ հանդիպում են, այստեղ տեսնում եք, ժամադրվում են, հանդիպում են եւ հարցը կարողանան լուծել։ Իսկ եթե հեռու էր պարզապես զույգը, եթե զույգը հեռու էր եւ դա խնդիր էր առաջացնում, աղջիկը նեղվում էր, որ զույգը, չգիտեմ, միգուցե կարճ ժամանակով գնացել էր սովորելու կամ ինչ որ հարցերով տղամարդը թե ինչ որտեղ էր գնացել, աղջիկը նեղվում էր, տղամարդն էլ էր նեղվում, փոփոխություն կարող է լինել եւ կարող եմ ասել, իրենց նեղվածությունը պարզապես մարդիկ ուղակի տանջում են, որտեղ մենակ են եւ հեռու են իրարից, այդպես էլ կարող է լինել, ճանապարհն է իրենց բաժանում, կարող եմ ասել, դեպքում փոփոխվում է, որովհետեւ տղամարդը վերադառնում է։
տղամարդը կարող է վերադառնալ, եթե դեռ ասում աշխատանքի էր, գործուղման էր, գործի հետ կարող է կապացնել, մարդը վերադառնում է, նորից էլ իրենք զույգ են, շարունակում են իրենց հանդիպումները, երկու տարբերակներ կարող են լինել հարգելներս։ Ամեն դեպքում ինչ-որ բան վերջանում էր եւ ինչ-որ բան փոխվում էր։ Միգուցե վերջանում էին խնդիրները, միգուցե վերջանում էր հեռավորությունը ձեր մեջ, խնդրեմը ինչ որ ձեր մեջ կար եւ հույսով եմ որոշ մարդկանց կարող է բոլորին չվերաբերել, բայց ես էլի չեմ կարող ասել ամուսնացած եք զույգը թե ամուսնացած չէին, բայց ես տեսնում եմ որոշ մարդկանց համար հարց լուծվում է հարգելներս, ինչ որ հարց է լուծվում, կհանդիպեք, կշփվեք եւ կարողանաք կարգավորել ձեր անձնական հարցերը։ Տեսնում եմ ինչ որ լուր է գալիս, դրական փոփոխություն, դրական լուր է գալիս, շարժ է, ինչ որ ակտիվություն կլինի աշխատանքի վայրում։ Եթե դուք օրինակ աշխատանքի եք դիմել, լուրի եք սպասում, ձեզ կարող է դրական լուր գալ եւ ձեզ իրականում աշխատանքի են ընդունում։ Միգուցե աշխատանքի վայրում փոփոխություն եք սպասում, այդ դեպքում փոփոխություն կլինի, որտեղ տեսնում եմ բավականին ակտիվ շաբաթ է լինելու հարգելի ատեղջուրներ ձեզ համար։ Կամ ձեր գործերը, եթե դուք ձեր գործը, ձեր բիզնեսն ունեք, ինչ-որ ժամանակ կանգնել էր, ես տեսնում եմ բավականին աշխուժ կլինի, նոր մարդիկ կգան, նոր հաճախորդներ միգուցե։ Այո, աշխուժություն կլինի, շարժ կլինի, հաստատ կարող եմ ասել։ Տեսնում եք, ճանապարհը փակ է։ Ձեր աշխատանքի հետ կապված ինչ լուրի եք սպասում կամ ինչ որ սպասում եք, ինչ որ մեկը պետք է գա, հա, կամ դուք ինչ որ միտեղ պետք է հասնեիք, դուք եք շարժվում եք առաջ, պետք է ինչ որ միտեղ հասնեք, ինչ որտեղ պետք է լինեք, ճանապարհը փակ է, խանգարողը ճանապարհն է, ինչ որ ճանապարհ փակ է։ Ես չեմ կարող ասել ինչ որ մարդ է ճանապարհը փակում, բայց ես տեսնում եմ ինչ որ ճանապարհի հեռավորության խնդիր կա հարգելներս։ Ես տեսնում եմ տղամարդ, տեսնում եմ լուսին, տեսնում եմ կանգնած են, գիտեք, գործերը կանգնած են, տղամարդու հետ է կապված իմիջայլոց եւ անհանգստություն այն է, որ ինչքան որ կանգնած է չեն շարժում եւ այդ ճանապարհը փակ է, ֆինանսական կորուստ եք ունենում։ Ամեն րոպե որ ճանապարհը չի բացվում, ֆինանսական կորուստներն էլ դրանից կարող են շատանալ, դա է ձեր խնդիրը։ Գիտեք, ես տեսնում եմ, որ իրականում խնդիրը կարող է վերջանալ։ Ես տեսնում եմ ինչ որ մեկի միջոցով հարցը կլուծվի։ Տեսնում եք, շատ հաջող եմ տեսնում։ Շատ հաջող, իրականում հաջողություն է սպասվում։ Ես տեսնում եմ հաջող շաբաթ ինչ որ մեկից, այդտեղ տեսնում եմ կին, այստեղ տղամարդեր կարող են լինել արջը։ Ամեն դեպքում ինչ որ մեկը կա, որ կարող է հարցը լուծել ձեզ համար։ Մի հուսալքվեք, մի հուսահատվեք, որտեղ տեսնում եմ այդտեղ եւ կին եւ տղամարդ, տեսնում եմ այստեղ կինը տղամարդը կարող է հարց լուծել, կամ տղամարդը պետք է գա, կինը սպասում է, չի լուծում հարցը, կարող է կինը ինչ որ ծանոթ մեկին գտնել իմիջայլոց մեկի միջոցով հարցը լուծել, բայց ես տեսնում եմ, որ իրականում կամ դուք եք գնում, հա, կամ ձեզ մոտ պետք է գային եւ ճանապարհը փակ էր, ես տեսնում եմ, որ տեսնում եք, այստեղ ճանապարհը փակ էր ղարիվեցով, այստեղ ճանապարհը բացվում է։ Իրականում ճանապարհը կբացվի ինչ որ մեկի միջոցով եւ հարցը կլուծվի։ Բավականին աշխուժ շաբաթ կլինի հարգելի ատեղջուրներ աշխատանքի վայրում։ Ֆինանսներում տեսնում ինչ որ լուրի եք սպասում եք, բայց լուրը ուշանում է իրականում։ Կարող է նաեւ սպասում եք դրսից, ինչ որ լուրը հեռվից եք սպասում, մի քիչ ուշանում եք կարծես թե։ Լուրը ուշանում է, գիտեք, հարգելիներս, ես տեսնում եմ, որ ինչ որ մի նորություն եք սպասում, նորություն, փոփոխություն է եւ շատ պետք է հաջող, ախր շատ հաջող, դուք արդեն նախորդ գիտեք, որ պետք է գործը շատ հաջող լինի, շատ տարօրինակ է, հաջողության կարգը սկզբում եմ տեսնում։ Այստեղ կան երկու կոնֆլիկտային անձնավորություն, ինչ որ իրենց պատճառով է լուրը ուշանում։ Բավականին դժվար մարդիկ են, շատ դժվար է իրենց հետ աշխատելը, բայց ես իրականում տեսնում դուք կկարողանաք հաջողության հասնել, կպարզվի ձեզ համար։ Լուրը ամեն դեպքում կգա, ինֆորմացիան կգա, կարողանաք բարձել, մի քիչ դժվար մարդիկ են, ում հետ որ գործ ունեք, բայց ես տեսնում եմ, որ իրականում ֆինանսական հարցը կլուծվի։ Նույնիսկ եթե հաջորդ շաբաթ գումարներ չգան, բայց հարցը տեսնում եմ կլուծեք։ Հենց սկզբում էլ ինքը դժվար հարց չէր իրականում, գիտեք, իրականում հաջողությունը հենց սկզբից տեսնում եմ, որ շատ հեշտությամբ պետք է լիներ, ինչ որ պետք է լիներ։ Ուղղակի երկու հոգի, կոնկրետ երկու հոգի, ամեն ինչ անում էին, որ խանգարեին, բայց չեն կարողանալու։ Դուք իրականում կկարողանաք ձեր հարցը լուծել դրական ձեզ համար։ Հարգելի ատեղջուրներ, դիմակներ եմ տեսնում խորհուրդ բոլոր ատեղջուրներին։ Շատ զգուշ եղեք դիմակավոր երկերեսանի մարդկանցից, շատ զգուշ եղեք։
Աջեղջյուրները շատ-շատեր աջեղջյուրներից բոլորը չեն կարող իհարկե, շատ աշխատասեր մարդիկ են, շատ դանդաղ, պլանավորած, նպատակ են դնում եւ կամաց-կամաց հասնում են իրենց նպատակներին։ Շատ աջեղջյուրներ նաեւ շատ հմայիչ են, հատկապես կանայք միշտ լինում են ուշադրության կենտրոնում։ Այդ բոլորը հաջողությունները եւ տղամարդկանց մեջ հաջողությունները եւ աշխատանքում եւ ֆինանսական աջեղջյուրների համար է ֆինանսները հենց աջեղջյուրների նշանն են։ Հասկանում եք, միշտ նախանձություն է առաջացնում։ Այս զգուշ եղեք ձեր 4 կողմը երկերեսանի մարդկանցից։ Կարող է ձեզ շողոքորթեն, կեղծավորություն անեն, ձևանան ընկերուհի, բայց իրականում երկերեսանի մարդիկ են։ Կարտերի խորհուրդն է, հատկապես հաջորդ շաբաթ։ Այդ տեսնում եք, ֆինանսներում ուշացնում էին ձեր գործերը։ Իրականում գործ, որ պետք է շատ հանգիստ լիներ, շատ հենց հաջողությունը միանգամից այդ սկզբից եկավ հաջողության կարտը, որ շատ հեշտ հաջող պետք է այդ գործը ավարտվեր ֆինանսների, բայց 2 հոգի խանգարում էին։ Այսինքն մարդիկ գոնե 2 հոգի, որ չէին ուզում ձեր ֆինանսական հաջողությունը, բայց ոչինչ անել չեն կարողանալու։ Այդ փորձեք խուսափել, զգուշ լինել մարդկանց հետ, ովքեր կարող են ձեզ ինչ-որ ձևով, չգիտեմ, չէ, կարող է խաբել, բայց կարող են լինել ստախոս մարդիկ նաև, ինչ-որ ձևով փորձում են ձեզից գումար կորզել միգուցե։ Ամեն դեպքում շատ զգուշ եղեք երկերեսանի մարդկանցից, կարտերի խորհուրդը ձեզ հատկապես հաջորդ շաբաթ։ Հարգելի աջեղջյուրներ, այժմ տեսնենք ինչ է սպասվում ջրհոսներին հաջորդ շաբաթ, օգոստոսի 9-ից 15-ը։ Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար, անձնական հարցեր, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Եվս մեկ կարտ բոլոր ջրհոսների համար, միայնակ եք, տարիքով եք, ամուսնացած եք, նշանակություն չունի, պարզապես խորհուրդ կարտերից բոլոր ջրհոսների համար։ Ինչ եմ տեսնում ընդհանուր տրամադրությունը, ինչ-որ մեկը ուզում է լքել հեռանալ։ Ում եք լքում, ինչ եք լքում կդժվարանամ ասել, հարգելի ջրհոսներ։ Ինչ-որ մեկը մտածում է, միգուցե դեռ ոչինչ չեք անում, պարզապես սպասում եք։ Կարետզով կարող եմ ասել, ինչ-որ բան եք ուզում վերջացնել։ Կարող է ինչ-որ մեկից եք ուզում հեռանալ։ Կարող է հեռացել եք արդեն մենակ եք եւ նայում եք առաջ դեպի նոր կյանք, ակնկալիքներ, սպասելիքներ ունեք։ Իսկ միգուցե ուզում եք աշխատանքից հեռանալ։ Մարդը կամ աշխատանքից է հեռանում, չէ, կամ հեռանում է հարաբերություններից, երկուսն էլ կարող է լինել։ Ես տեսնում եմ, որ ամեն դեպքում որոշ ջրհոսներ ինչ որ որոշում են կայացնում, տրամադրությունը, հեռանալն է, ինչ որ բանից։ Ես դա բացասական չեմ տեսնում, հարգելիներս, որովհետև դա կյանքի էտապ է, որ անցնում ենք։ Ցանկացած վերջ էլի եմ ասել, ինչ որ մի նոր բանի սկիզբ է։ Եվ եթե հեռանում եք, որոշել եք, ուրեմն կամ աշխատանքը լավը չէ, կամ մարդը լավը չէ, չէ, լավ բանից մարդիկ չեն հեռանում, երկու ձեռքով պահում են։ Ես տեսնում եմ, որ ջրհոսին իրականում տրամադրությունը հեռանալն է, ինչ որ բանից կամ ինչ որ մեկից ուզում է հեռանալ։ Ես զույգերի ներողություն, միայնակների համար տեսնում եմ շատ խոսակցություններ, շատ շփում, շատ մարդկանց հետ, բայց իրականում կարծես թե ոչինչ առանձնապես տեղի չի ունենում, ասենք ոչինչ չի փոխվում, շփում կա, մարդիկ կան 4 կողմը, բայց իրականում անձնական կյանքը կարծես դեռ չի դասավորվել։ Հարգելի ջրհոսներ, հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Բավականին հետաքրքիր։ Ես այստեղ տեսնում եմ ջրհոս, որը բավականին երկար ժամանակ է մենակ, որը շատ մոտ է եղել իրականում իր նպատակներին հասնելու։ Այսինքն ինչ որ մեկի հետ կարող էին զույգ լինել, շատ մոտ է եղել, թվացել է, որ շատ մոտ եք, արդեն դուք կարծես թե զույգ եք լինում։ Բայց իրականում տեսնում եմ, որ այդպես չի ստացվել։ Ինչ որ մեկի պատճառով հայտնվել է մեկ ուրիշ կին, կարող եմ ասել, որի պատճառով ձեր հարաբերությունները խզվել են, ընդհանրապես աշտարակը քանդվել է եւ դուք այսպես մնացել եք մենակ։ Եվ բավականին երկար ժամանակ, ընդ որում ում հետ էլ որ շփվում եք, բավականին երկար ժամանակ եք շփվում։ Առանձնապես անձնական, այսպես կարծում եմ, կարող եմ ասել, որ հարաբերությունները դեպի ոնց բացատրեմ։ Այսինքն տղամարդը շփվել եք բավականին երկար ժամանակ։ Ուղղակի տղամարդը ոչ մի բացարձակ առաջարկություն չի արել, բայց դուք ենթադրել եք, որ ձեր մեջ ընկերություն կա, դուք ենթադրել եք, որ դուք պետք է զույգ լինեք։ Չնայած ինքը ոչինչ չի ասել, բայց իրական տղամարդը մեկ ուրիշին է ընտրել։ Ես այստեղ աղվես եմ տեսնում, մեկ ուրիշ աղջիկ։
Եվ իրականում ձեր այդ տեսնում եք ճանապարհը այստեղ բաց էր, այստեղ քանդվում է, այսինքն տեսնում եմ, որ աղջիկը իրականում մնացել է մենակ, որովհետև իրան թվում էր, որ հասնում է նպատակին, իրականում չի հասել եւ մնացել է մենակ։ Եվ տղայի հետ շփումը պարզապես եղել է ընկերություն։ Ինքը ուղղակի շատ լուրջ է ընդունել, բայց տղան երևի թե պարզապես ընկերություն է արել եւ ընտրել է մեկ այլ աղջկա։ Ես տեսնում եմ այդպիսի, ում վերաբերում է սա, ում չէր վերաբերում, սա ձեր մասին չէ։ Ես տեսնում եմ ինչ որ նորություն, փոփոխություն ձեր կյանքը գա։ Շփվում եք ինչ որ մեկի հետ, երևի չեք էլ պատկերացնում, որ իր այդ կարող է ինչ որ բան ստացվել, բայց կարող է։ Ես տեսնում եմ մատանի, որը կարող է ինչ որ վերջանում է ձեր փնտրտուքները, կարող են արդյունք տալ, ինչ որ նոր մարդ կարող է գալ ձեր կյանք։ Հարգելներս, ում հետ եք շատ շփվեք, կարտերի խորհուրդն է, շփվեք, շատ շփվող եղեք, իսկ ես գիտեմ, որ ջերոսները շատ ընկերասեր են եւ շատ էլ շփվող են, սիրում են լավ շրջապատ, շատ էլ այսպես ժամանակակից են, հետաքրքրված են, չգիտեմ, արդիական ամեն ինչով, այսինքն բոլոր տեսակ իրենք շփման միջոցները վստահ եմ օգտագործում են եւ կայքերում էլ ծանոթությունների հավանաբար լինում են շփվում են։ Գիտեք, անպայման հաջորդ շաբաթ ինչ-որ բան կարող է փոխվել միայնակների համար, հարգելներս։ Անպայման կարող է ինչ-որ բան կարող է փոխվել, ինչ-որ մեկը կարող է շատ պատահականներ գա ձեր կյանք, նույնիսկ եթե չեք էլ սպասում։ Հույսով եմ այդպես է լինի, հարգելի ջերոսներ, հույսով եմ որոշ մարդկանց համար, որոնք այսպես մենակ էին, տեսնում եք, աղջիկը մենակ էր մնացել, անցյալը թողել էր անցյալում, իսկ անցյալը ինչ-որ մեկին ինքը հավանել էր, ինքը զգացմունքներ ունեցել, իսկ երիտասարդը երևի պարզապես ընկերություն էր արել եւ հեռացել էր։ Իսկ հիմա աղջկա կյանքում կարող է ինչ-որ փոփոխություն լինել, մի նոր մարդ կարող է ձեր կյանք գալ, հարգելներս։ Զույգերի համար տեսնում եմ փոփոխություն, այո, տեսնում եք, զույգերի համար էլ տեսնում եմ, կարող է ինչ-որ բան վերջանում է, կարող է ինչ-որ բան փոխվում, աղջիկը միգուցե զույգերից էլ ուզում է հեռանալ, շատ ցավալի է, բայց ես ինչ տեսնում եմ, այն էլ պետք է ասեմ։ Կարող է լինել պարզապես դրական փոփոխություն, բայց կարող է նաև լինել, ել եմ ասում, ինչ-որ բանի վերջը, իսկ աղջիկը ղարի տզով տեսնում եմ, որ կարող է եւ աղջիկը ուզում է հարաբերությունները վերջացնել, տեսնենք։ Լավ հարաբերություններից ոչ մի աղջիկ չի հեռան, եթե հեռանում է, ուրեմն ինչ-որ բան նորմալ չէ։ Ոչ, ճիշտ ասած հարգելիներս, այդպիսի բան չեմ տեսնում, բարեբախտաբար, ոչ, բոլորովին չեմ տեսնում, աղջիկը չի հեռանում։ Ընդհակառակը հարաբերություններում ես տեսնում եմ կտրուկ աճ, առաջ խաղացում, այսինքն։ Եվ ես նորից նայեմ կարտերը։ Գիտեք, հարգելիներս, նախ եւ առաջ նրանք, ովքեր երեխա են սպասում, ես շատ եմ տեսնում երեխայի հետ կապված հարցեր, տեսնում եք, այստեղ ես հղի կնոջ կապտ եմ տեսնում, շատ այսպես կտրուկ, որ երևի չէր սպասում արդեն, ես տեսնում եմ, որ իրականում կարող է ընտանիքում աճ, այսինքն կարող է պարզվել, որ կինը հղի է, ընդ որում կինը, որը այստեղ մասնագետ, ընդ որում երկու մասնագետ կարող է լինել, մի անգամ չի, եւ չէր ստացվում մի տեսակ, եւ մի անգամ, երկու անգամ դիմել էին բժիշկների օգնությանը, չգիտեմ, եւ իրականում կարծես է տեղի չի շարժվել։ Գիտեք, սա կարող է այնպեսի դեպք լինել, աստված այդպես լինի, որ միգուցե դիմում են բժիշկների, բայց մինչև բժիշկները փորձեն ինչ-որ բան օգնել, ինքը կարող է պատահաբար հանկարծ հղիանալ։ Այսինքն դեռ տեսնում եք շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, եւ տեսնում այստեղ կին, եւ տեսնում այստեղ երեխա, եւ տեսնում եմ ծառը, շատ կտրուկ։ Այսինքն էլի եմ ասում, դուք փորձում եք բժիշկների հետ խոսել, որովհետեւ երկար ժամանակ չի կարողանում հղիանալ, բայց մինչև բժիշկները փորձեն օգնել, որտեղ ես չեմ տեսնում բժիշկներն են օգնում, դուք հանկարծ կարող է պատահական հղիանալ, շատ լավ է, Երանի այդպես է լինի։ Իսկ եթե հղիության մասին չենք խոսում, ես տեսնում եմ այստեղ ինչ եմ տեսնում, ես այստեղ տեսնում եմ արջ, տեսնում եմ իմաստուն մարդը, լիլիաները եւ տեսնում եմ ինչ որ անձնական հարաբերություններում ինչ որ բան փոխվել է, կդժվարանամ ասել ինչ է փոխվել։ Մի տեսակ սառել են իրար նկատմամբ։ Կարող է սառել են, որտեղ ամուսինը շատ զբաղված է, շատ է աշխատում։ Միգուցե նաև վերջերս ավելի շատ աշխատանք են տվել, պատասխանատվություն, պաշտոն են բարձրացրել։ Մարդը փորձում է աշխատել, որտեղ ֆինանսները հիմնականում տղամարդու վրա են, բայց անձնական հարցերում դա խնդիր է առաջացնում։ Մարդը աշխատում է, լավ է, տունը պահում է, բայց դե անձնական ես տեսնում եմ, որ ինչ որ խնդիր կա։ Եվ դրա համար կինը, ես չեմ կարծում, այստեղ տրադեքում կինը չի հեռանում, բայց կինը բավականին տխուր է, մենակ է զգում իրեն։ Այ ես տեսնում եմ այստեղ, որ կարող է ինչ որ բան կարող է փոխվել հաջորդ շաբաթվանից սկսած։ Միգուցե մարդը նոր աշխատանքի էր անցել, չէ՞, սկզբնական շրջանում պետք է սովորի, ընդունի աշխատանքը, ահագին զբաղված լինի, բայց ես տեսնում եմ ինչ որ բան կփոխվի, հարգելիներս, իրականում կփոխվի։ Տեսնում եմ, որ մարդը անտարբեր չի ձեր նկատմամբ, հարգելի ջերհոսներ։ Պարզապես շատ զբաղված է, ընդ որում միգուցե ճանապարհել գնացել է տնից հեռու է աշխատում։ Ես տեսնում եմ, որ կփոխվի, մարդը կվերադառնա ընտանիք, ձեր ընտանիքը չէ, նորմալ ընտանիք եք, ձեր հարաբերությունն առաջ կգնան եւ կփոխվի։ Պարզապես մարդը երևի պետք է իր աշխատանքի մեջ, հունի մեջ ընկներ։ Գործերն են, ուրիշ ոչ մի կտրող ես հանգամանք չեմ տեսնում։
կարող է փոխվել ձեր հարաբերությունները, ամեն ինչ շատ լավ կլինի։ Եվ տեսնում եմ այստեղ սեր, եթե կինը մենակ է զգում, տղամարդը միգուցե պետք է նվեր գնի, չգիտեմ, միգուցե ինչ-որ ծաղիկներ ուղարկեք ձեր կնոջը, եթե հատկապես հեռու եք, ուշադրություն հարգելի տղամարդիկ, մի փոքր ուշադրություն ցույց տվեք ձեր կնոջը, որը իրեն մենակ է զգում, որտեղ դուք ինչ-որ գործերով զբաղված եք, մի քիչ ուշադրություն ցույց տվեք ձեր կնոջը եւ ամեն ինչ կընկնի իր տեղը։ Աշխատանքում տեսնում եմ կորուստ, ճիշտն ասած, կամ ուզում եք հեռանալ, այ ասում եք, չէ, աղջիկը, ուզում էր հեռանալ, կարող է աշխատանքից էր ուզում հեռանալ, լավ աշխատանքից ոչ մեկ չի ուզենա հեռանալ, կամ պարզապես երևի ստիպված եք հեռանալ, որտեղ աշխատանք եք կորցնում, կամ կորցրել եք։ Ամեն դեպքում աշխատանքի հետ կապված մի քիչ բացասական եմ տեսնում։ Ինչ եմ տեսնում աշխատանքի հետ կապված։ Գիտեք, հարգելի ջրհոսներ, ես կարող եմ ասել, այստեղ տեսնում եմ մարդիկ, ովքեր կորցրել են, արդեն աշխատանքը կորցրել են, ինձ թվում է։ Մի րոպե, ես նորից նայեմ կարտերը։ Առաջի տարբերակը կարող եմ ասել, որոշ ջրհոսներ կան, որոնք արդեն երևի կորցրել են աշխատանք եւ աշխատանք չունեին, որտեղ ես այստեղ աշխատանքի հետ կապված երկու մարդ եմ տեսնում, այսինքն ձեզ ինչ-որ աշխատանք կառաջարկեն։ Այո, ինչ-որ գործակալություն եք դիմում մարդկանց, տարբեր մարդկանց հետ, կարող եմ ասել, թե 1, 2, 3, գոնե 3 հոգու հետ հանդիպում եք, փորձում եք աշխատանք գտնել, տեսնում եք, այստեղ խաչ է, այստեղ էլ է խաչ։ Ես տեսնում եմ ամպերը կուտակված են, որ մի տեսակ հուսահատ վիճակում ենք, ձեզ թվում է, թե ոչ մեկ չի զանգում, երևի շատ արագ այսպես ձեզ տեղեկություն չեն հայտնում եւ ձեզ արդեն ամպերը կուտակված, ձեզ թվում է, թե վերջ, այս բոլոր հարցազրույցերին գնացիք, բոլորի հետ շփվեցիք, իզուր անցավ, ոչ մեկից լուրջ չկա, հաջողություն չկա, բայց իրականում կլինի իրականում, տեսնում եք, ես տեսնում եմ, որ իրականում շարունակեք հարցազրույցերի էլի գնալ, գոնե 3 տարբերակ տեսնում եմ, կար, ուշանում է լուրը, բայց կգա, իրականում ձեզ աշխատանք կառաջարկեն եւ շատ արագ էլ կընդունեն աշխատանքի, երբ որ լուրը կգա իրականում ուշանում է, տեսնում եմ, շարունակեք շփվել, էլ եմ ասում, բանալին, այսինքն լուծումը շատ հարցազրույցերի գնալ, մի հուսահատվեք։ Ամպերը կուտակված են, որտեղ մի քանի տեղ եք գնում, բայց իրականում ի վերջո մեկից լուր կգա, ես դա հաստատ տեսնում եմ, շատ արագ կլինի, ձեզ աշխատանքի շատ շուտով կընդունեն։ Կարող է հաջորդ շաբաթ լուրը գա, ձեզ հաջորդ շաբաթ գործի չընդունեն, բայց տեսնում եմ, որ ի վերջո աշխատանք կգտնեք։ Իսկ եթե աշխատանք դեռ չեք կորցրել, գիտեք, ես կարող եմ ասել, այստեղ էլի վերադաս կարող են լինել, կադրերի բաժինը, ձեր շեֆը, ինչ որ աշխատանքում ինչ-որ փոփոխություն է լինում, ինչ որ բան է փոխվում աշխատանքի վայրում եւ մի քիչ ձեր սրտով չէ։ Այդպես կարող եմ ասել, եւ դուք իրականում կարծում եք, թե աշխատանք եք կորցնում, այդ լուրը ձեզ վրա բացասական է ազդում, եւ սա կարող է պարզապես լինել ձեր վախերը։ Այ դուք վախենում եք, որ դուք կարող եք այդ նորության, այդ փոփոխության պատճառով աշխատանք կորցնել։ Ես չգիտեմ, քանի հոգի կարող է կրճատումներ են լինում, ինչ է լինում, իրականում գիտեք, ես տեսնում եմ, որ դուք հաստատ չեք կորցնում աշխատանք, իրականում ձեզ համար կլինի առաջ խաղացում։ Ես էլ եմ ասում, ուղղակի շատ անսպասելի է լուրը գալիս ձեզ համար, դուք չեք կարողանում պատկերել, դուք բացասական եք մտածում, որտեղ իհարկե կարող է որոշ մարդկանց աշխատանքից հեռացնեն, բայց ոչ ձեզ։ Բոլորովին, ձեզ համար շատ աշխուժ ժամանակ է սպասում, եւ դուք անհանգիստ եք, բայց ձեզ աշխատանքի կորուստ չեմ տեսնում, հակառակը, իրականում տեսնում եմ առաջ խաղացում։ Ինչ է կորում, ձեր անհանգստություններն են միգուցե հեռանում ձեզնից, կամ միգուցե աշխատանք կորցրել եք, աշխատանք եք գտնում, բավականին ակտիվ կլինի հաջորդ շաբաթ աշխատանքի հետ կապված, կամ փոփոխություն աշխատանքի վայրում, դրական ձեզ համար, կամ եթե գործ չունեք, ձեզ ինչ-որ մեկը կարող է իրականում լուր ուղարկել, որ ձեզ ուզում են ընդունել աշխատանքի, հարգելներս։ Ֆինանսների հետ էլ ինչ-որ տարբերակ կգտնվի, լուր կգա ձեր ֆինանսների հետ կապված, բավականին դրական, որտեղ ֆինանսական կորուստ չեմ տեսնում, հակառակը ձեր ֆինանսները կարող են ավելանալ։ Դե եթե աշխատանք գտնեք ինստինկտիվան կավելանան, մյուս կողմից եթե դուք տարբերակներ եք գտնում ինչպես ավելացնել ձեր ֆինանսները, ասենք կողմնակի եկամուտ թեկուզ, ես տեսնում եմ, որ իրականում կգտնեք։ Ներողություն։
Շատ հետաքրքիր տարօրինակ կարտեր եմ տեսնում, հարգելի ջրհոսներ։ Գիտեք, կարող եմ ասել, որ դուք այո, ինչ որ ֆինանսական հարց ունեք լուծելու եւ տեղից չէր շարժվում, չէր լուծում։ Ես տեսնում եմ, որ դուք դիմում եք ընկերներ, գիտեք, կարող է այստեղ լինել ինչ որ մարդիկ ձեզ գումար են պարտք։ Շատ էլ մտերիմ մարդիկ են, դուք իրենց գումար եք տվել, իրենք ձեզ չեն վերադարձնում։ Ես ի վերջո տեսնում եմ հաջողություն, այստեղ մարդիկ եք երևի մեջտեղ գցում, ինչ որ մարդիկ կան անհաջող, բայց ի վերջո տարբերակը գտնում եք, որտեղ տեսնում ճանապարհը փակ է, գումարը գալիս է։ Այսպես կարող եմ ասել, շատ անհաջող մարդիկ եմ այստեղ նաև տեսնում, շատ անհաջող։ Ինչ որ կնոջ պատճառով, ինչ որ կին, երևի ընկերուհի է, ծանոթ է, ով է, ձեզնից գումար է վերցրել, չի տալիս, դուք շատ նեղված եք, որովհետև ոչ մի կերպ չեք կարողանում ձեր գումարը ետ ստանալ։ Ես իրականում տեսնում եմ հաջողություն, այսինքն այստեղ էլ ասում եմ, դուք կգտնեք ինչ որ տարբերակ, ինչպես կարող եք իրենից ձեր գումարը ստանալ։ Մյուս կողմից կարող եմ ասել, որ ձեզ եթե գումարներ են պետք, դուք տարբերակներ եք փնտրում, ինչ որ խնդիր կա, չեք կարողանում գումար գտնել, դիմում եք ձեր ծանոթներին, ընկերներին, մարդիկ, որոնց համարում եք ընկեր, իրականում իրենք ձեզ ընկեր չեն, որտեղ իրենք ձեզ չեն օգնում, մերժում են։ Այստեղ երկու հոգի գոնե տեսնում եմ, եւ կին եմ տեսնում եւ տղամարդ, դուք սրանց ընկեր եք ընդունում, բայց իրենք ձեզ ֆինանսապես չեն օգնում։ Իսկ ես տեսնում եմ դուք ի վերջո ֆինանսներ կգտնեք, ձեր հարցը կլուծվի, պարզապես ձեր ընկերները ձեզ չեն օգնի։ Եվ դուք կպարզեք, որ իրականում ում որ ընկեր եք կարծում, իրականում բոլորովին էլ ձեզ ընկեր չեն։ Իսկ դուք ձեր ֆինանսական հարցերը կկարգավորեք, ինքներդ էլ կկարգավորեք հարգելներս, չեմ կարող ասել ինչպես, բայց կարգավորեք։ Իսկ ես հիշում եք այդ սկզբում, որ ասում եք կինը հեռանում է կամ ինչ-որ մեկից, կամ ինչ-որ բանից, կինը հեռանում է վատ ընկերներից, այսինքն մարդկանց միգուցե դուք իրեն ժամանակին ֆինանսապես օգնել եք, հիմա էլ դուք եք իրենց դիմում, իսկ իրենք ձեզ մերժում են։ Այ դուք կարող եք հեռանալ հիասթափված այդ մարդկանցից, որոնց դուք համարում եք ընկեր, դուք օգնում եք իրենց, իսկ հենց հերթաստում է ձեզ, իրենք ձեզ չեն օգնում։ Այ կարտերներ են հուշում, ուշադիր եղեք ովքեր են ձեր շուրջը, հարգելիներս, դուք շատ մարդկանց կարող եք շատ մտերիմ ընդունել, բայց իրականում տեսնում եք խոշորացում, ուշադիր եղեք մարդկանց նկատմամբ, ամեն մարդ, որ ձեր հաջողության պահին, հա, ձեր սեղանին ձեզ ուտելիքը կիսում է ձեզ հետ, չի նշանակում, որ ձեզ ընկեր է։ Այ կարտը եկավ հուշելու, ինչ որ ես նոր ասացի։ Ուշադիր եղեք։ Խոշորացումը ցույց է տալիս մի վստահեք բոլորին, ովքեր ձեզ գովում են կամ ովքեր ձեր կողքին են, երբ որ ձեր գործերը լավ են, երբ որ դուք իրենց կարիք ունեք, իրենք կարող են այնտեղ չլինել։ Մի քիչ ուշադիր եղեք ձեր 4 կողմը, կարող են շատ երկերեսանի, անազնիվ մարդիկ լինել, հարգելի ջրհոսներ, հատկապես հաջորդ շաբաթ։ Այժմ տեսնենք ինչ է սպասում ձկներին։ Հաջորդ շաբաթ օգոստոսի 9-ից 15-ը։ Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար անձնական հարցեր, զույգերի համար աշխատանք եւ ֆինանսներ։ Եվս մեկ կարտ որպես խորհուրդ բոլոր ձկներին միայնակ եք, երիտասարդ եք, տարիքով եք, նշանակություն չունի։ Բոլորի համար խորհուրդ հաջորդ շաբաթվա համար։ Ընդհանուր տրամադրությունը հարգելիներս, տեսնում ենք բանալի, իրականում բանալի շատ դրական կարտ է, սա նշանակում է ինչ-որ մի հարց լուծում կգտնի ձեզ համար, դուք կգտնեք լուծումը ինչ-որ հարցի համար, մի հարց, որ ձեզ տանջում էր, ուզում եք լուծում գտնել, ինչ-որ խնդիր կար, պրոբլեմ կար, չեք կարողանում լուծել, ի վերջո դուք կգտնեք բանալի ինչպես լուծել, այսինքն ինչ-որ մի հարց կլուծվի ձեզ համար եւ շատ դրական։ Միայնակների հետ կապված տեսնում եմ միայնակ աղջիկ։ Ես չեմ տեսնում ինչ է եղել, որտեղ տեսնում եմ արդեն աղջիկը առաջ է նայում, աղջիկը ուզում է հարաբերություններ։ Միգուցե անցյալում ինչ-որ բան եղել է, մարդիկ եղել են, պարզապես կարտերը փակել են, ես չեմ տեսնում աղջիկա անցյալը, բայց ես տեսնում եմ, որ աղջիկը նոր հարաբերություններ է փնտրում։ Սպասում է, որ ինչ-որ մեկը գա իր կյանք։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի ձկներ, շատ հետաքրքիր։ Բայց մինչև հասնենք հետաքրքիր կարտերին, ինչեր եմ տեսնում։ Ես տեսնում եմ, որ իրականում անցյալ եղել է, ինչ որ երիտասարդի հետ հարաբերությունները կտրվել են։ Երկար ժամանակ հարաբերություններ եղել են, բայց շատ հաջող հարաբերություններ չեն եղել,
որտեղ տեսնում եք, կարծես թե տեղը չի շարժվել, սեր կարծես առանձնապես չի եղել, բայց տեսնում եմ ամեն դեպքում աղջիկա համար եղել է հիասթափություն, տեսնում եմ լուրջ չկա, ընդհանրապես շփում չկա այս երիտասարդի հետ, կտրվել է, կամ աղջիկն է կտրել, կամ երիտասարդն է կտրել հարաբերությունները, բայց իրենց մեջ կապը խզված է, ոչ մի կապ չկա եւ բավականին երկար ժամանակ է, որ աղջիկը մենակ է։ Իսկ դրանից հետո ինչեր եմ տեսնում հարգելիներս, ես տեսնում եմ 3 դուս, սկսում ենք ղարետզով, այսինքն աղջիկը մենակ է, դա արդեն լավ չի եւ երկու շատ հաջող կարտ եմ տեսնում վերջում հարգելի ձկներ։ Ես տեսնում եմ այստեղ շփում խոսակցություն, եկեք կարող է այստեղ շփումը լինել դրսում ինչ որ ընկերուհի ունեք, երևի ինչ որ կին կա դրսում, ազգականուհի էլ կարող է լինել, միգուցե հրավիրում է ձեզ իր տուն, միգուցե ձեզ հրավիրում է իր տուն, բայց ես թվում է դուք չեք ուզում գնալ։ Ամեն դեպքում ես խնդիր տեսնում եմ։ Հետաքրքիր է, այ ես չի տեղավորվում, այս ժայռը ոչ միտեղ չի տեղավորվում, ինչու է, ինչ կապ ունի այստեղ։ Գիտեք, մյուս կողմից ինչ կարող եմ ասել, դուք չեք ուզում գնալ, բայց էլի եմ ասում, իրականում տեսնում եմ 2 տուս դրանից հետո, այս ժայռը ինչն է խանգարում։ Միգուցե, գիտեք ինչ կարող եմ ասել, միգուցե ինչ որ մեկի հետ զրուցում եք, ինչ որ կարող է սա նաև ձեր ծնողները լինեն, պետք է ձեր ծնողները միգուցե դրսում են, կանչում են գնայք իրենց մոտ, իսկ դուք չեք գնում, որովհետև ինչ որ մեկին գտել եք, ինչ որ մեկը ձեզ առաջարկություն է անում, դեպ դուք կարծում եք, այս երիտասարդը ձեզ կարող է լինել զույգ եւ չեք գնում ուզում գնալ արտերկիր ձեր ծնողներին միանալ, այդպես էլ կարող է լինել։ Շատ հետաքրքիր եմ տեսնում։ Շատ հետաքրքիր է։ Կարող է, որտեղ ես երկուսը տեսնում եմ, ես երկուսն էլ սրտից են, կարող են ծնողները լինել։ Այո, ծնողները կանչում են տուն, իսկ աղջիկը չի ուզում գնալ, որովհետև հանդիպել է ինչ-որ մեկին, եւ այս երիտասարդին հավանում է եւ կարծում է կարող է երիտասարդի հետ կյանքը կապել եւ չի ուզում գնալ օտար երկիր, միանալ իր ընտանիքին, ծնողներին։ Ես այդպես ինչ բան եմ տեսնում։ Խանգարող հանգամանքը նոր երիտասարդն է, որի հետ նոր է ծանոթացել։ Դեռ զույգ էլ չեն, որտեղ ես միայնակների համար եմ նայում, կամ պարզապես աղջիկը մտածում է չի ուզում գնալ օտար երկիր, ուզում է մնալ ինչ-որ հայի հետ, միգուցե չեմ կարող ասել հարգելին է, շատ տարօրինակ կարտեր եմ տեսնում, բայց վատ չեմ տեսնում, շատ լավ եմ տեսնում, հակառակը, շատ դրական կարտեր, մենակ սա ինչ-որ չի տեղավորվում։ Ինչն է խանգարում։ Դե ինչ որ անցյալում ասեցի, աղջիկը, չգիտեմ, մենակ է մնացել։ Ես տեսնում եմ շատ շփում կա, միգուցե փորձում են ձեր բարեկամները, ազգականները ձեզ ինչ որ ճանապարհ գնաք, ճամփորդեք, տնից շատ դուրս գաք, իսկ դուք առանձնապես չեք ուզում։ Կարող է այդպես էլ լինել։ Ձեզ առաջարկում են տնից դուրս գալ, այո, ճամփորդել, տեսնում եք, ձեզ առաջարկում են ճանապարհ գնալ, իսկ դուք չեք ուզում։ Դուք մերժում եք, բայց ես տեսնում եմ, գիտեք, ինչ էլ որ լինի, տանը նստում եք, դուրս եք գալիս, ճանապարհ գնում եք, թե չեք գնում, իրականում տեսնում եմ, ձեզ իրականում շատ հնարավոր է ինչ որ մի տղայի մասին, ինչ որ մեկի մասին կլսեք, ինչ որ մեկի հետ ձեր հարաբերությունները շատ շուտով։ Ձեր կյանք ինչ որ մեկը գալու է հարգելներս, ընդորում չի գալու պարզապես երիտասարդ մենակ չլինեք, չէ պարզապես մեկը, որ ձեր նկատմամբ շատ լուրջ զգացմունքներ է ունենալու։ Կարող է ինչ որ մեկին ճանաչել եք, չեք էլ պատկերացրել, բայց շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Իսկապես միայնակ աղջիկը ես տեսնում եմ երկար ժամանակ մենակ չի մնալու։ Ես մերժում եք, դուք ճանապարհ եք մերժում, չգիտեմ, ինչ որ բան են ձեզ առաջարկում ձեր ընտանիքի անդամները, դուք մերժում եք։ Բայց իրականում ես տեսնում եմ, որ գալիս է։ Միգուցե ընտանիքի անդամները գտել են ձեզ համար երիտասարդ, դուք մերժում եք, կարող է, առաջարկում են գնալ ինչ որ իրենց ծանոթի, բայց իրականում շատ լավ երիտասարդ է եւ իրականում ստացվելու է։ Ձեր ընտանիքը իրականում կհասնի իր նպատակին։ Եվ ճիշտ էլ կանի, որովհետեւ ես տեսնում եմ դուք շատ երկար ժամանակ մենակ չեք մնալու, հարգելի աղջիկներ։ Տեսնենք զույգերի, զույգերի համար շատ գեղեցիկ կարտ եմ տեսնում, հարգելի ձկներ, շատ գեղեցիկ։ Սիրում եք, սիրված եք, շատ գեղեցիկ զույգ եք։ Ասելու բան էլ չկա առանձնապես, հաջողության կարտ եմ տեսնում, բայց ամեն դեպքում 1-2 կարտ փորձեմ։ Հետաքրքիր է, հարգելի զույգեր, ինչ եմ տեսնում։ Ես տեսնում եմ այստեղ մարդիկ, ինչ որ խնդիր է եղել, գիտեք, չեմ կարող ասել, ինչ որ կոնֆլիկտային կարտ եմ տեսնում զույգերի մեջ, միգուցե տեսնում եմ այստեղ շատ իմաստուն մարդ կանչում է ձեզ ժամադրության եւ հաշտեցնում է ձեզ, հարգելի ձկներ։ Դրանից ավել ոչինչ չեմ կարող ասել։ Տեսնում եմ այստեղ եւ աղջիկ եւ տղա, եւ տեսնում ինչ որ մեկը փորձում է միջնորդել, երիտասարդները մի փոքր երևի վիճել են, լուրջ խնդիրներ իսկապես չեմ տեսնում, բայց ես տեսնում եմ ինչ որ մեկի միջոցով դուք գնում եք ժամադրության եւ հաշտվում եք։ Դուք լավ զույգ եք, պարզապես դեմա ջահեր են, միգուցե ինչ որ հարցում վիճել են իրար հետ, նեղվել են իրարից, իսկ ես տեսնում եմ բանալի ինչ որ հարց լուծում է, հիշում եք, սկզբում էի ասում, այո, ես տեսնում եմ երիտասարդներ, ես չեմ կարող ասել նրանք ամուսնացած են իրականում, կարող է ամուսնացած են, կարող է եւ ոչ,
բայց երևի ամուսնացած չեն, որտեղ դեռ երևի նոր սիրահարված ժամանակներն են։ Եթե կան այսպիսի ձկներ, որոնք վիճել են իրար հետ, ես տեսնում եմ ինչ-որ մեկի միջոցով կհաշտվեք հարգելներս։ Շատ հաջող կլինի ամեն ինչ։ Շատ, դուք շատ գեղեցիկ զույգ եք, զույգ էլ կմնաք, կհաշտվեք եւ ամեն ինչ կլինի շատ լավ։ Այդ բանալիով այդ հարցն էլ կլուծվի։ Ինչ որ որոշում եք կայացնում աշխատանքի հետ կապված, ինչ որ ճանապարհի մեջ տեղում եք, երևի ինչ որ ընտրություն պետք է կատարեք, կամ երկու աշխատանք են առաջարկում, կամ երկու տարբեր հնարավորություններ ունեք, մտածում եք, որ մեկը ընտրել։ Գիտեք, ես տեսնում եմ, որ իրականում համաձայնության կգաք, հարգելիներս, դուք ճանապարհի մեջ տեղում ելի եմ ասում, ինչ որ աշխատանքի վայրում առաջարկություն են անում։ Տեսնում եք, սա տեսնում եմ վերադասը։ Վերադասը ինչ որ մի նոր առաջարկություն է անում, հանդիպում է, կարող է ժողովներ են, չէ՞ լինում, հանդիպումների ժամանակ ինչ որ մարդիկ ինչ որ առաջարկություն են անում։ Ես կարծում եմ, որ սկզբում դա ձեզ կարող է այնքան էլ դուր չգա, ընդ որում կարող է աշխատանքը մի քիչ կրճատվել, կարող են ինչ որ խնդիրներ լինել ինչ որ մարդկանց համար, բայց ես տեսնում եմ, որ կրճատում են սխալ մարդկանց։ Մարդիկ, տես օձը, մարդիկ, որոնք իրականում լավ չեն աշխատում, դժգոհ են իրենցից, որտեղ ես ձեզ համար չեմ տեսնում։ Ձեր շրջանակը տեսնում եք, մատանիով տեսնում եմ, որ իրական դուք աշխատանք չեք կորցնում։ Դա կարող է հակառակը ձեզ համար ավելի հաջող լինել։ Ես տեսնում եմ, այո, կարող է ինչ-որ մարդկանց կրճատեն, բայց սխալ մարդկանց, դա ձեզ չի վերաբերում։ Ես տեսնում եմ, չգիտեմ, ինչ որոշում։ Միգուցե ինչ-որ մեկին հանում են աշխատանքից, իր գործը ձեզ են տալիս, որտեղ ձեզ համար դրական եմ տեսնում։ Եվ դուք կհամաձայնվեք ինչ-որ մեկի աշխատանք այլ, որտեղ ինքը գործը չէր անում, գործերը կանգնել էին, չէր կարողանում գործը անել։ Երևի թե իր աշխատանքը առաջարկում են մարդիկ, այսպես պաշտոնով մարդիկ ձեզ, եւ ես տեսնում եմ, որ դուք համաձայնության գալիս եք։ Այս է այդ ճանապարհի կեսին, որոշում կայացնելն էր։ Դուք երևի վստահ չէիք ընդունեք առաջարկը թե չէ, իսկ ինձ թվում է, որ կընդունեք։ Այ բանալիով էլ տեսնում եմ, որ դուք լուծումը կգտնեք եւ կորոշեք առաջարկությունը ընդունել հարգելիներս։ Աշտարակը քանդվել է, ճանապարհը փակվել է, դուք ֆինանսների հետ ինչ որ հարցեր ունեք, էլի բանալիով էլ տեսնում եք, ինչ որ լուծում եք փնտրում, որտեվ ճանապարհը չեք տեսնում։ Ֆինանսական հարցը չեք կարողանում լուծել։ Բանալիով տեսնում եմ, որ դուք հավանաբար հաջորդ շաբաթ լուծումը կգտնեք։ Կգտնեք հարգելիներս, անպայման կգտնեք։ Գիտեք, ես այստեղ տեսնում եմ ճանապարհը փակ է, տեսնում եմ աղվես, այսինքն այստեղ ես կինը երկու նշանակություն կարող է ունենալ, կամ ես կինն է փակում ձեր ֆինանսական հաջողության ճանապարհը, այսինքն ինչ նպատակ ունեք, ինչ եք ուզում անել, ինչ որ մեկի պատճառով է, որ ճանապարհը փակ է։ Ես տեսնում եմ այստեղ մի նոր կին, հանդիպում եք, մեկի հետ զրուցում եք, ճանապարհը բացվում է, բանալիով էլ սկզբում ասում էի, հարցը լուծում է։ Դուք այս շաբաթը բոլոր հարցերի լուծում գտնելու եք, հաստատ հարգելիներս։ Չի լինի հարց, որ լուծում չգտնեք, եւ ինքներդ էլ կգտնեք։ Բայց ես էլ եմ ասում, եթե ինչ որ մեկի պատճառով է, այս աղվեսի պատճառով է, ձգձգվում է ձեր գործը չէ լինում, ինչ որ մեկը կգտնվի, կհանդիպեք նոր մեկի հետ, ձեր հարցը կլուծվի շատ դրական։ Մյուս կողմից, եթե ճանապարհը փակ է, պարզապես դուք ֆինանսական հարցը չեք կարողանում լուծել, միգուցե հակառակը, այս աղվեսը կարող է նել խորամանկին բան իմաց, որ ինչ որ առաջարկություն անի, ծանոթացնի ձեզ ինչ որ մեկի հետ, որը ձեր հարցը կլուծի, երկուսն էլ կարող է լինել։ Ամեն դեպքում ես տեսնում եմ, որ ձեզ շատ լավ լուր է սպասում, ձեր ֆինանսական հարցի լուծումը կգտնեք։ Ես չեմ կարող ասել հաջորդ շաբաթ ձեզ ֆինանսներ կգան, բայց ես տեսնում եմ շատ դրական լուր եւ դրական փոփոխություն, այսինքն լուծումը կգտնեք։ Ֆինանսները երևի թե ավելի ուշ կգան։ Շատ գեղեցիկ հետաքրքիր կարտ եմ տեսնում որպես խորհուրդ բոլոր ձկների համար։ Հարգելի ձկներ, ձեզ ինչ որ մի կյանքում նոր էտապ է սկսում։ Միայնակների համար ասում է ինչ որ նոր էտապ է սկսում, այ կամուրջը անցնում եք, դա նշանակում է ինչ որ բան փոխվում է ձեր կյանքում, ինչ որ հարց կա, նույն էլ բանալին է, շատ հետաքրքիր է, շատ հետաքրքիր են կարտերը խոսում իրականում։ Բանալին նշանակում է ինչ որ հարցի լուծում եք գտնում, վերջապես ինչ որ հարց լուծվեց ձեզ համար, ինչ որ խնդիր կար, խնդրեմ կար, լուծումը գտաք։ Սա էլ նշանակում է վերջապես կամուրջը անցնում եք եւ նոր էտապ է սկսում ձեր կյանքում։ Ինչը նշանակում է նույն ինչ որ բանալին է նշանակում, ինչ որ մի բան հարց լուծում եք, ինչ որ խնդիր ձեզ համար լուծում եք, ինչ որ խնդրեմ ձեզ համար վերանում է եւ դուք անցնում եք կամրջի հաջորդ կողմը։ Շատ դրական փոփոխություն, մի նոր հետաքրքիր էտապ է սկսում ձեր կյանքում հարգելի ձկներ։ Կարող է լինել եւ ֆինանսական, եւ աշխատանքային հարցերում, նաեւ կարող է լինել անձնական, եւ զույգերի, եւ միայնակների, տարեց մարդիկ, ինչ հարցեր ունեք, ինչ նպատակներ ունեք, ինչ որ հարց կար, որ ուզում եք փոխվեր ձեզ համար, խնդրեմ կար, որ ուզում եք լուծվեր, ես տեսնում եմ, որ հնարավոր է փոփոխություն կլինի, մի նոր էտապ կսկսի ձեզ համար։ Իրականում
հաջորդ շաբաթվանից դուք արդեն կարող եք ինչ-որ փոփոխություն զգալ։ Այսինքն ես տեսնում եմ, որ իրականում տարբերակ կա։ Ձեր հարցը լուծում կարող է եւ ստանալ։ Հարգելի ձկներ, ձեզ հաջող շաբաթ եմ ցանկանում։